Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես երբեք չեմ վախենում որևէ ինչ-որ դժվար իրավիճակից, մտնում եմ տակը, միջև վերջ գնում եմ առաջ ու պատասխանատու եմ ամեն խոսքիս համար։ Ես օրինակով ուզում եմ ցույց տալ ձեզ, մի օրինակ ասեմ։ Երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, Ժողովուրդ ջան, հիշում եք, պետական ոչ մի պաշտոնյա ռիսկ չէր անում գնար պետական սահմանների մոտ։ Ես գնացել եմ մեր թիմով, ընկել ենք ադրբեջանցիների մոտ, համարյա դրա մասին չեմ պատմել երբեք, 5 պակաս գերի ընկնելուց, ամեն ձև, բայց երբեք չեմ ընկրկել, երբեք հետ չեմ գնացել ու միշտ ես եմ առաջ գնացել։ Իմ թիմի առաջուց սկզբից երբեք որևէ մեկի վրա մեղքը չեմ գցել։ Գնում էինք միջազգային դատական ատյանները, հեղեղել եմ ուղակի միջազգային դատական ատյաններին մարդկանց զզվացրել ամենալավ իմաստով, էլ ձեռիցս ուր էին փախնելու, լավ գիտեին, Արման Թաթոյանը եկավ, վերջ, փախնել չկա, ուրեմն պետք է դնենք հարցը քննարկենք, ես լինելու եմ այս պահանջներ ներկայացնողը, ես լրիվ ուրիշ պատմության մասին եմ, ժողովուրդ ջան, մենք այսքան ժամանակ ինչ ենք տեսել մենակ, պետությունը նայել են որպես հարստանալու միջոց, գնամ պետական պաշտոնյա դառնամ, ընտանիքիս դիզեմ, տանեմ այն մեկին ընդունել տամ համալսարան, այն մեկը մի քիչ լավ սկսի ապրել եւ այլն գյուղում կուրախանան, չգիտեմ քաղաքում, հետո էլ կգա մեծ մի հատ թանկանոց ավտոյի հետևը նստած, կիշնի փորը դուս գցած, իբր ինքը հասել է արդյունքի։ Այն նման պաշտոնյաներ չեն լինելու, իմ օրոք չեն լինելու, այդ պաշտոնյաները պետքա գնան ընդհանրապես ուրիշ գործերով զբաղվեն, որովհետեւ մեզ պետք են մարդիկ, որոնք իրական գիտեն ինչ է ուզում քաղաքացին։ Մենք նրա համար ենք, որ մեր քաղաքացուն պաշտպանենք։ Այսօր ես մի կարճ տեսանյութ եմ դրել, ժողովուրդ ջան, մեր տնային տնտեսուհի, որ ասում ենք մեր մայրերի համար, չէ՞։ Ես այդ բառը, ասեմ ձեզ, ահավոր չեմ սիրում, այդ տնային տնտեսուհի, միշտ չեմ սիրել։ Ես հենց հնարավորություն ունենամ, պետական քաղաքականությունից դա դուրս է գալու։ Բայց ես ինչ այսօր ասեցի։ Ասեցի, որ մեր բոլոր երեխա մեծացնող մայրերը մեր սրբություններն են։ Մենք բոլորի աշխատանքը, չարչարանքը, որ երեխա են դաստիարակում, պահում են, տալիս են պետությանը, պետքա հաշվել աշխատանքային ստաժ որպես։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում աշխատում են, դա պետք է հաշվի աշխատավարձի մեջ, թոշակի մեջ, հարց կարող է տան։ Ինչու տես բան կարող ենք մեզ թույլ տալ, ես հարց եմ տալիս, իսկ ո՞նց տես բան մեզ թույլ չտանք ու չանենք, երբ որ այդ մայրը մեր համար զինվոր է դաստիարակում, բժիշկ է դաստիարակում, ուսուցիչ է դաստիարակում, այո, մենք պետք է դա անենք եւ դրանով նաեւ ցույց տանք, որ մեր մայրերը, մեր կանայք, մեր սրբություններն են, մեր պետության հենասյունը, մեր արժանապատվությունը կրողը, սա ուզում եմ հստակ բոլորս նկատի ունենանք։ Ժողովուրդ ջան, երիտասարդներին, սիրելի երիտասարդներ, ես ձեզ ամենաառաջինը մեր թիմով, սա մեր գլխավոր հարցերից է, ապահովելու ենք կրթություն, լավ կրթություն, որ դուք լավ աշխատավարձ ստանաք, բարձր կրթություն, ձեր ծնողների վրա ծանրություն չընկնի ու ամենակարևորը ապահով ապագա։ Ես ինքս անցել եմ դժվարությունների մեջով, ապավինել եմ ինձ, դժվար է եղել, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում, որ մեր երիտասարդները անցնեն այդ դժվարությունների մեջով։ Ես ուզում եմ, որ մեր երկրում արդար լինի, որ եթե մարդը գիտելիք ու կարողություն ունի, ինքը իմանա, որ հասնելու է կյանքում ամեն ինչի, ոչ մի նշանակություն չի ունենալու իր համար, ծնողը փող ունի թե չէ։ Մեր անվտանգությունը լինելու է մեր ամենակարևոր հարցերից մեկը, ժողովուրդ ջան, սա էլ ասեմ, ապահովություն, մեր բանակը, մենք պետք է հզորացնենք մեր բանակը, ինքը մեր անվտանգության ողնաշարն է, այլ երկ չունենք։ Այս որ ասում են բանակը, իշխանությունից, տարբեր քարոզիչներ որտեղից եք փողը գտնելու, Ադրբեջանը կհարձակվի, այ քեզ բան, ուրեմն մենք մեր երկիրը չզարգացնենք, ես իմ բանակը պետք է զարգացնեմ, իմ սպան պետք է լինի ոչ թե սոցիալական բեռ պետության համար, այլ պետք է լինի իմ պետության հենասյունը։ Այ այսպես ենք մենք մտածում մեր թիմում ու մեր արժեքային համակարգը սա է։ Մենք պետք է ունենանք հզոր բանակ, հայ զինվոր, որ ոչ թե այսօրվա իշխանությունների, սա ոչ թե, գիտեք, իրանց մասին չեմ էլ ուզում տենց առանձնապես խոսել, այդտեղ խոսելու բան էլ չկա, բայց էլ տեսեք ինչ է կատարվում, որ ոչ թե կեղտոտ բերաններից հայ զինվոր բառը արտահայտվի, այլ հայ զինվոր բառը արտահայտվի իրական որպես արժեք, որովհետև որևէ մեկը իրավունք չունի գցի մեր զինվորի վրա, հայ զինվորի վրա մեղքը։ Այսօր ինչ կեղտոտ դիսկուրս է գնում, ասում են ինչի չես զոհվել հիմնավորի։
Հələ մի հատ դուք հիմնավոր եք, դուք ինչի չեք զոհվել։ Կացարանում 15 հոգի մեր զինվորներից հրդեհի հետևանքով մահացան։ Ու կարաք ընդհանրապես տակից դուրս գաք ու հիմնավոր եք, այսինքն ձեզ ինչ, ոչ պատասխանատվություն կա, ոչ բան կա։ Մի հատ հիմնավոր եք, ես մեր 15 զինվորներից մեկի հորը հերոսական մարդ, ես իրան հանդիպեցի մեծամորում, ես պատմությունը ուզում եմ պատմել, ժողովուրդ ջան։ Հանդիպեցի մեծամորում, սա այն արժանապատիվ մարդն էր, ում տիկնոջ վրա վարչապետը գոռում էր բարձր ձայնով, ում պապիկին էլ ասում էր այդ տղայի, որ տարեք, փող են ստացել տվել ընդամենը։ Ես այդ մարդուն, արժանապատիվ մարդ, հանդիպեցի, ինքը ինչ է ասում այդ մարդը։ Ասում է, ինձ իմ տղուն, ես հերոս տղա ունեմ, հանձնել եմ իմ տղուն իմ երկրին, բայց ամենակարևորը ինչն է այդ մարդուն զայրացնում։ Ասում է, ինձ մեզ խաբում են, այս թե քրեական գործի տեսանկյունից, թե բոլոր առումներով ոչ արժանապատիվ վերաբերմունք կա, ոչ էլ տեսնում եք, այսինքն այս գնահատականը ես այդ մարդու աչքերի մեջ նայելով, հետո որ մտածում եմ այն մարդ, ես ոնց կարող եմ աշխատել այնպես, որ այդ մարդուն մի հատ էլ վերավորեմ։ Ես ժողովուրդ ջան, այն մարդն եմ, որ ինձ համար ինչի է այս ամենը սրբության պես կարևոր։ Ես ծնողների հետ մտել եմ ադրբեջանական կողմում, զինվորների մարմիններ եմ մանեկել, նրանց երեխաների մարմիններն եմ մանեկել։ Ես տեսել եմ ծնողի աչքերի մեջ ինչպես նրան չասեմ կամ ասեմ, որ տղան զոհվել է, հայրը եկել ասել եմ, մի ասա խնդրում եմ տիկնոջս, ես այդ ամենի մեջով անցել եմ, իմ համար իմ երկիրը սրբություն է, հայրենիքը, ես այս ամենը տեսել եմ, ու այս ամենը, ու դրան, գիտեք ինչքան մեկ-մեկ ես մտածում եմ, որ այս ամենը ոչ թե ինձ թուլացրել են, այլ սրանք ինչքան էլ որ տարօրինակ է, ինձ ուժ էին տալի, որ ավելի աշխատեմ, ավելին անեմ, ժողովուրդ ջան, որ սենց աչքերը չես կարողանում պահես հուզմունքից, բայց ավելի ես աշխատում, որ այս անարդարությունների դեմ պայքարել։ Դրա համար, մեզ համար կարևորը կարգախոսը արդարությունն է, եւ արդարությունը խնդրում եմ քվեարկելով հենց 6-րդ համարի օգտին։ Այս բոլոր արժեքները, ես որ ասեցի, սրանք իմ գաղափարախոսությունն են, մեր թիմով հանդերձ, մեր պրոֆեսիոնալներով մշակել ենք։ Մենք մեր ազգով, ժողովրդով ինքներս մեզ պետք է ոտքի կանգնացնենք։ Եվ վերջում նորից եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, հանգարտ չմտածեք, լուրջ եմ ասում ձեզ, հանգարտ չնեղվեք, ես այնքան մեջիս այս ուժը զգում եմ, ուզում եմ այդ ամեն ինչը իրար հետ մենք անենք, ով որ փորձի մեր ժողովրդի խաթրին կպնի, միջև վերջ հետևից գնալու ենք, ոչ թե Հայաստանից դուրս եկավ հայը, մենք իրան տեր չենք, այլ մենք տեր ենք ամբողջ աշխարհի հայերին, իսկ քվեախցիկում դուք իրոք ամենահզորն եք։ Այդ պահին ժողովուրդ ջան, դուք ուժ եք, դուք ամենան եք այդ պահին, ձեզանից իշխանությունը վերցնում են այդ պահին, այդ որ հենց գցում եք ծրարը քվեատուփի մեջ, չէ։ Դուք այդ պահին որոշում եք մեր երկրի ապագան, մեր երկրի ճակատագիրը, ժողովուրդ ջան, խնդրում եմ անպայման սա այդ կերպ քվեարկեք, որ հանուն լինի։ Իսկ 6-րդ համարի օգտին, մեր օգտին քվեարկելով դուք ունենալու եք իդեմս ինձ ղեկավար, մեր բոլորի մարդիկ, որոնք ծառայում են ձեզ ուղղակի, եւ ամենակարևորը, մենք ոչ թե ղեկավարվելու ենք այդպես շահերով, անձնական եւ այլն, այլ հանուն մեր ժողովրդի, ու մենք հրաշքներ չենք խոստանում, մենք խոստանում ենք ազնիվ, արդար, գիշեր-ցերեկ աշխատանք։ Շնորհակալություն։ Քվեաթերթի համար, քվեաթերթի համար։